Ողջույն, ես ծովինար ժամանակակից թվահոգեբանն եմ, ինչպես և խոստացել էի, այսօր կխոսեմ 5, 14 և ովքեր ծնվել են 23, կապ չունի թե որ ամսին, ձեր ենթագիտակցականից ենք այսօր խոսելու և ձեր հաջողության կոդի մասին։ Եվ այսպես, նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հետևորդներին ձեր լայքերի համար, մեկնաբանությունների համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ մոտ բաժանորդագրվելու համար, ինչ ինձ համար հաճելի է։ Շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր ակտիվ են իմ անձնական դաշտում և հարգում են դիմացինի կարծիքը։ Հարգանքը ինձ մոտ իմ անձնական դաշտում առաջնային է, իսկ ում դուր չի գալիս մեր աշխատանքները, խնդրում եմ թերթել և անցնել և չպահանջել, որպեսզի ձեր հանդեպ ինչ-որ հարգանք ստացենք, ինչու, որովհետև մարդիկ ստանում են այն, ինչ պետք է ստանան, եթե հարգանք չունեն դիմացինի հանդեպ։ Եվ այսպես, ես անցնում եմ թվագիտության 4, 10, ներողություն 5, 14 և ովքեր ծնվել են 23 թվանշանի ներքո։ Ձեր գիտակցականի հետ կապված, այս էներգիաների հետ կապված, ինչպես դուք աշխատեք, որն է նեգատիվը, միգուցե, որ դուք ճիշտ չեք օգտագործում ձեր թրթիռները, վիբրացիաները, որ այսօր ունեք խնդիրներ։ 5 թվանշանը բավականին արկածախնդիր թվանշան է, և ստեղ ենթագիտակցականի ձեր էներգիան 5-ը կապված է ձեր շարժման, փոփոխությունների, ազատության և արկածի հետ։ Այս թիվը կրում է հարմարվողականության, կենսուրախության և նոր հնարավորության գրավման էներգիա։ Ինքը 5 թվանշանը խթանում է ստեղծագործականությանը և արագ որոշումները ընդունելու ունակությանը։ Ես կասեի, որ նաև դուք ռադիկալներ եք։ Ձեր հաջողության կոդը դա գաղտնիքը կայանում է նրանում, որ պետք է ունենաք այսպիսի հատկություններ, ճկունություն և ռիսկի հանդեպ բաց լինելու մեջ։ 5 թիվն իր հաջողությունը կարող է գտնել այնտեղ, որտեղ կան փոփոխություններ և արագ արձագանքելու անհրաժեշտություններ։ Եթե ցանկանում եք հաջողություն գրավել, ձեր 5-ի էներգիայով, այստեղ պետք է հավասարակշռես անկախությունն ու քո կայունությունը։ Ովքեր ծնվել են 14 թվանի նշանի ներքո, մեկին գումարում ենք 4, այստեղ 3 էներգիա է, հավասար է 5 թվանշանին, ուրեմն դուք ձեր ենթագիտակցականի կոդը դա 5-ն է։ Ենթագիտակցական ձեր էներգիան 14-ը կրում է կառուցողական փոփոխությունների և հարմարվողականության էներգիա։ Այս թիվը նշանակում է ձեր կյանքի դասերը, որոնք գալիս են փորձի միջոցով, քննությունների, այն պահանջում է հավասարակշռություն, չափավորություն և կարգապահություն փոփոխությունների հոսքը կառավարելու համար։ Ձեր հաջողության կոդն է բալանին, դա կայանում է սովորելու և կյանքի դասերը օգտագործելու մեջ։ Հաջողությունը ձեզ կգա այն դեպքում, երբ համատեղվեն անկախությունը, խելամտությունը և գործնական ձեր մտածողությունը։ Ինչ վերաբերվում է, ովքեր ծնվել են 23 թվանշանի ներքո, այստեղ էլ կա 2 էներգիա, 14-ը դա արևն է, լիձերի մասին է խոսքը, 4-ը դա ռախուն է և ստանում ենք 5, 5-ը դա արդեն այստեղ բնական է, Մերկուրին է։ Իսկ ձեր թվանշանը 23-ի դա լուսինն է երկուսը, իսկ 3-ը դա գուրուն է, Յուպիտերը, որտեղ մենք ստանում ենք 5 թվանշանը, այսինքն 5 թվանշանը էլի կապ ունի Մերկուրիի հետ։ Ձեր ենթագիտակցության էներգիան 23-ի կրում է կապի համագործակցության և ճկունության էներգիան։ Այս թիվը կարող է համարվել բախտավոր թիվ, որը կապված է հրեշտակային առաջնորդության և դրական սինխրոնիզացիաների հետ։ Այն կարող է արտահայտել սոցիալական ձեր կարողությունների շփման և մարդկանց վրա ազդելու
գործելու ունակությունը։ Ձեր հաջողության կոդը 20, ովքեր ծնվել են 23, հա, կապ չունի որ ամսին, հաջողության գաղտնիքը կայանում է ձեր շփման, կոմունիկացիայի, համագործակցության եւ ձեր ինքնավստահության մեջ։ Հաջողությունը ձեզ կարող է գալ այն դեպքում, երբ դուք օգտագործեք ձեր ինտուիցիան եւ ստեղծագործական միտքը հստակ շփման միջոցով, կոմունիկացիայի միջոցով։ Այստեղ 5, 4 եւ 23 թվերը, ովքեր ծնվել են այս նշանի ներքո, բոլորը կրում են 5-ի էներգիան, քանի որ 14-ը եւ 23-ը իջնում են 5-ի, հա։ Այստեղ ինչ է ցույց տալիս, որ ձեր հաջողության հիմքում ընկած է շարժունությունը, փոփոխությունների հարմարվելու ունակությունը եւ նոր հնարավորություններ գրավելու պատրաստակամությունը։ Հաջողության կոդի համար գործելու այստեղ պետք է դուք դիմեք ռիսկի եւ սոցիալական կապերը ճիշտ պետք է կարողանաք դուք օգտագործել։ Եթե ուզում եք ակտիվացնել այս թվերի էներգիան ձեր կյանքում, կարող եք օգտագործել հատուկ մեթոդներ, դա շարժումն է, ֆիզիկական ակտիվության, ձեր ճանապարհորդությունների նոր ինչ-որ փորձություններ ձեռք բերելու հետ։ Իսկ հաղորդակցության շնորհիվ այստեղ կարող եք շփվել մարդկանց հետ, սոցիալական կապեր ստեղծել, հա, կոմունիկացիա եւ այլն, եւ լինել հավասարակշռված, չշեղվել եւ պահպանել ձեր ներքին փոփոխությունների ժամանակ։ Նայեք, ինչն է հետաքրքիր, որ սխալը թիվը, ինչպես դու հասկանաք, որ թիվը սխալ եք օգտագործում ձեր, հա, ենթագիտակցական է։ Սա բավականին շատ կարևոր է, որպեսզի ես ձեզ տեղեկացնեմ, ձեր ենթագիտակցականի 5-ի սխալ ուրեմն օգտագործման հետևանքները դա կա, նայեք որն են։ Ընդհանրապես 5 թիվը իր բնույթով փոփոխական անձնավորություն է, հա, բավականին արկածախնդիր, անկանխատեսելի։ Կարող է լինել դա ձեր անհամբերությունը, տատանողականությունը, երբ դուք չեք կարողանում կայունություն պահպանել եւ անընդհատ փոփոխություն եք փնտրում առանց ձեր ինչ-որ նպատակներ ձեր դեմ դնելու եւ դրան հասնելու։ Հաջորդը կարող է լինել ձեր ալարկոտությունը եւ ուղղություն չունենալու, որ չեք իմանում ինչ ճանապարհ ընտրեք եւ, հա, պլաններ պլանավորեք եւ առաջ գնաք։ Եթե չափազանց շարժում եք, դուք չեք չկարողանալ կենտրոնանալ կոնկրետ ինչ-որ նպատակի վրա։ Հաջորդը դա կարող լինի ռիսկերի հետ կապված չհաշվարկելը, որ նախորոք ռիսկի եք դիմում, չափազանց մեծ ռիսկի դիմելը բնական է կամ սխալ որոշում դուք կարող եք ընդունել, իսկ արագ արդյունքի հասնելու դեպքում ցանկության պատճառով դա կարող է լինի։ Հաջորդը դա ձեր ազատության կորուստը կարող է լինի, որովհետև 5 թվանշանները բավականին լինում են ազատ, շփվող, հա, կոմունիկաբել եւ այլն։ Դրա համար այստեղ երբ դուք չափազանց շատ եք ձգտում ազատության, բայց արդյունքում կարող եք հայտնվել քաոսի մեջ եւ այստեղ զրկվելով կներեք, կարող եք հայտնվել ինչ-որ քաոսային իրավիճակների մեջ, հենց կոնկրետ զրկվելով հստակությունից եւ վերահսկողությունից։ Բացասական ձեր վիբրացիան վերացնելու համար ես խորհուրդ կտայի ձեզ կենտրոնանալ կոնկրետ ինչ-որ նպատակների վրա, սահմանելով ձեր կյանքում հստակ գործողություններ։ Հրաժարվեք ինչ-որ ավելորդ ռիսկերից առանց հստակ հաշվարկների եւ ձեր ներքին կայունությունը պահպանեք, չտրվեք անընդհատ ինչ-որ ձեր կյանքում փոփոխությունների։ Ենթագիտակցական 14-ի սխալ օգտագործման հետևանքը դա կրում է կառուցվածքի, հա, հավասարակշռության էներգիան, բայց եթե դա խախտվում է 14-երի մոտ, հետևանքը կարող է լինել խոսքի օրինակ կախվածություն, հա, այսինքն նյութական հաճույքներից, խաղամոլությունից, ալկոհոլից կամ մարդկանցից ինչ-որ կախվածության մեջ։ Հաջորդը դա կախվածության ներողություն կարող է լինել չափազանց ինչ-որ ինքնավստահություն ձեր մոտ, երբ դուք կորցնում եք իրականության զգացողությունը, մտածելով, որ ամեն ինչ վերահսկվում է։ Հաջորդը դա կարող է լինել փորձությունների կրկնությունը, որը որ ձեր կյանքում այդպես էլ դաշ չի լինում, երբ մարդ չի սովորում նախորդ իր կյանքի
սխալներից եւ կրկին հայտնվում էին նույն իրավիճակներում։ Եվ այստեղ դուք պետք է բողոքեք ձեզանից, այլ ոչ թե ամբողջ աշխարհից։ Փոփոխությունների հանդեպ հաջորդն է ձեր վախերը, եթե 14-ը սխալ է օգտագործում այս փոփոխությունները, կարող են սկսել ինչ-որ վախել առաջացնել եւ փակուղու ստեղծելով, այսպես կարող եք անել։ Բացասական վիբրացիան ձեր վերացնելու համար դուք կարող եք հստակեցնել նպատակը ձեր եւ հավասարակշռություն պահպանել։ Խուսափեք ինչ-որ կախվածություններից, մարդկանց հանդեպ կախվածություններից պահպանելով չափավորություն եւ սովորեք նախորդ սխալներից, ձեր կյանքի քննություններից եւ ընդունեք կյանքի դասերը։ Իսկ գենտագիտակցական 23 թվանշանի վրա ովքեր ծնվել են, կապ չունի որ ամիս, եթե դուք սխալ եք օգտագործում այս վիբրացիաները, քանի որ դա համարվում է հրեշտակային թիվ, բայց ձեր սխալ օգտագործման դեպքում այն կարող է վերածվել օրինակ կեղծ շփման մանիպուլյացիայի, երբ մարդը փորձում է ստանալ ցանկալին խաբեության միջոցով, ճնշման կամ միջոցով, սոցիալական մերժման, երբ մարդը չի հարմարվում շրջապատի պահանջներին, հեռացվում է հասարակությունից, մարդիկ ձեզ չեն ընդունում։ Եվ հաջորդը, որ սխալ կարող եք օգտագործել ձեր էներգիան, ձեր որոշումներում ինչ որ որոշումներ կայացնելու անկարողությունը կարող է լինել, քանի որ 23-ը ինքը կրում է շփման էներգիա, հա, իսկ սխալ օգտագործման դեպքում այստեղ անհատը կարող է կորցնել ինքնավստահությունը, դառնալով կախված ուրիշների կարծիքից, իսկ դա բավականին նեգատիվ կարող է լինի ձեզ համար հետագայում եւ ոչ մի լավ բան չբերի, ոչ մի հաջողություններ։ Հաջորդը դա սխալ օգտագործելը այս թվերի էներգիան, դա երջանկության ձեր խաբկանքն է, որովհետև 23-ը կարող է ստեղծել կեղծ դրականություն, երբ մարդը տեսնում է միայն պատրանքները, իրականությունը սխալ գնահատելով, զբաղվելով ինքնախաբեությամբ։ Ձեր բացասական վիբրացիան վերացնելու համար պետք է դուք լինեք բավականին անկեղծ շփման ժամանակ, խուսափելով մանիպուլյացիաներից, այդ դեպքում նոր ձեզ կտրվի այն, ինչ պետք է տրվի։ Ինքնավստահությունը, ինքնավստահություն զարգացնելն է կարևոր շատ, անկախ ուրիշների կարծիքից, դուք պետք է ունենաք ձեր կարծիքը եւ ուշադիր ընտրեք ձեր շրջապատը, խուսափելով ինչ որ թունավոր տոքսիկ մարդկանցից։ Ընդհանուր ձեր սխալները եւ դրանց վերացման բանալիները ես հիմա կտամ ձեզ, որովհետև 5-ի կոնկրետ ովքեր ծնվել են 5 թվանշանի ներքո, սա բավականին մաքուր էներգիա է, սա ինչ է պահանջում, ճկունություն, բայց ոչ անկայունություն, այստեղ անհրաժեշտ է գտնել հավասարակշռություն, հարգելիներս, փոփոխություններ եւ կայունության միջև։ Իսկ ովքեր ծնվել են 14 թվանշանի ներքո, այս էներգիան պահանջում է հաշվարկված գործողություններ ձեզանից, առանց էմոցիոնալ ինչ-որ կախվածությունների։ Իսկ ովքեր ծնվել են 23 թվանշանի ներքո, այստեղ էներգիան ձեզանից պահանջում է խորը ինտուիցիա եւ ճիշտ կապեր խուսափելով կեղծ շփումներից մարդկանց հետ։ Այսքանը ես որոշեցի այսօր ձեզ համար տալ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես ճիշտ օգտագործեք ձեր վիբրացիաները։ Իսկ թե ինչպես է դա ձեզ մոտ աշխատում, ինչքանով է ես ճիշտ, ես դա կիմանամ ձեր թողած մեկնաբանություններից, ինչի համար շնորհակալ կլինեմ։ Կարող եք բաժանորդագրվել իմ YouTube-յան առաջի ալիքում, շարունակել դիտել, ում դուր է գալիս իմ աշխատանքները, իսկ ում դուր չի գալիս, ոչ մեկ չի ստիպում ձեզ, կարող եք ընդհանուր թերթել եւ անցնել։ Կունենաք հարցեր ձեր մատության կազմելու, եթե դուք չգիտեք, թե ինչու եք եկել այս աշխարհ, որն է ձեր միսիան, առաքելությունը այս աշխարհում, չգիտեք ինչպես ուրեմն ձեր ֆինանսային կոդը ակտիվացնել, ինչպես է դա արվում, արդյոք դուք համապատասխանում եք ձեր սիրելիին, եթե դեռ չեք ամուսնացել, արժե ամուսնանալ, թե երբ ամուսնանալ, երբ նշել այդ օրը, որ դա ձեզ հետագայում երջանկություն բերի, խնդրեմ, նաև բիզնեսի եւ այլ հարցերում այնքան լավ հոտ է գալու։ Դուք կարող եք դիմել ինձ
Այստեղ վերնագրի մոտ կարող եք սեղմել բոլոր իմ տվյալները կան։ Հա, կարող եք դիմել նաև պայծառատեսության իմ կոնսուլտացիաների համար, իհարկե աշխատում եմ անհատական բոլորի հետ, իմ WhatsApp եւ Telegram ալիքներում, որի համարն է +3 374 93 40 45 37 կոնտակտային տվյալը։ Այսօր այսքանը, սիրում եմ ձեզ, հաջողակ եղեք եւ երջանիկ։ Ձեզ հետ ծովինար ժամանակակից թվահոգեբաններ։ Այսօր այսքանը, հարգելի մերս։